Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն անցել է 1000-ից, իսկ տուժածներինը 2000-ից։ Երկրի իշխանությունները հայտնում են, որ այս թվերը կաճ են, քանի որ անհետ կորածներ կան։ Գրեթե անհնար է հավատալ, որ փլատակներում ողջ մարդիկ կլինեն։ Մյանման միայնակ չի կարողանում դիմակայել աղետին եւ օգնություն է խնդրում աշխարհից։ Մենք ձեր օգնության կարիքն ունենք։ Խնդրում ենք, որքան հնարավոր է արագ օգնել մեզ։ Հնդկաստանն արդեն առաջարկել է իր օգնությունը, բայց ցանկացած երկիր ու ցանկացած կազմակերպություն, որը կարող է գալ եւ օգնել մեզ, խնդրում ենք շտապել։ Մյանմայի հիվանդանոցներում տեղ չկա։ Բուժաշխատողները չեն հասցնում պայքարել բոլորի կյանքի համար։ Ականատեսները պատմում են. Ես վախենում էի, որ շենքը կփլվի եւ փորձեցի դուրս գալ տնից, բայց փայտե պահարանն ընկավ գլխիս եւ ես վնասեցի գլուխս ու ոտքս։ Մեր տան պատը քարե սալերից էր եւ դրանք թափվեցին, երեխան ընկել էր հատակին, իսկ վառարանը գլորվեց երեխայիս վրա։ Ես պարզապես վեր եմ կենում անկողնուց եւ զգում, որ ամբողջ տունը շարժվում է։ Ես բնակվում եմ 35-րդ հարկում եւ տպավորություն էր, թե գտնվում եմ նավի վրա։ Սարսափելի զգացողություն էր։ Շենքի տանիքում լողավազան ունենք, որտեղից հոսող ջուրը ծածկել էր շենքի բոլոր հարկերը։ Մեզ հաջողվեց դուրս գալ շենքից։ Նստել էինք բակի ազատ տարածությունում, սպասում էինք հետցնցումներին։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով փլուզվել են բնակելի շենքեր, կամուրջներ, բուդդիստական տաճարներ։ Մեծ վնաս է հասցվել Մյանմայի մայրաքաղաքի օդանավակայանին։ Փլուզվել է կարգավարական աշտարակը, ինչի հետևանքով տուժել են մի քանի աշխատակիցներ։ Մյանմայի կենտրոնական հատվածում շենքի փլուզումից հետո ավելի քան 20 երեխա է հայտնվել ավերակների տակ։ Բանգկոկում փլուզվել է կառուցվող բարձրարկ շենքը, որի փլատակներում են հայտնվել բանվորները։ Երկնաքերի փլուզման վայրում անհետ կորած է համարվում առնվազն 90 մարդ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան 5 երկրներում՝ Թայլանդում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում եւ Չինաստանում։ Մյանմայի մայրաքաղաքը հոսանքազրկված է, չի աշխատում ինտերնետը։ Մարդկանց գտնելու համար իշխանությունը հատուկ տեխնիկա է օգտագործում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Մյանմային, Թայլանդին եւ հարևան երկրներին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի կապակցությամբ։ Ցնցված ենք լուրից, որը հանգեցրել է այդքան շատ մարդկանց մահվան։ Մենք շարունակում ենք աղոթել բոլոր տուժածների համար եւ մաղթում ենք շուտապույտ հաղթահարել այս աղետի հետևանքները։ Արտաքին գերատեսչությունից հայտնել են նաև, որ երկրաշարժի զոհերի շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան։ Այժմ ընթանում է փլատակների ապամոնտաժում, սակայն տեղի ուժերը դրա համար բավարար չեն։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։